Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստորված ծրագիրն է։ Միջնադարյան մոմակալնա հայության ժառանգությունը, Թիֆլիսասուրբ Ստեփանոս կուսանածվանքը հայ հոգևոր ժառանգության մոռացված կոթող։ Ասում պիտի հեռանանք 120 կանանեք վկայում են Արցախատեղահանության մասին։ Տայքի Կիրո Պաղատնա գուգարքի հայության վրա ցացումը, Ուրուգվայ գործող Կոմիտաս ռադիո հաղորդման 90-ամյակը, հայկակամշո աղջիկ պարը արժանացալապարերի գալակտիկա խորեոգրաֆիկ մրցաշարի Գրան-պրիին, Նորարտույ արվեստը կրկին Պուշկինի թանգարանում։ Մեդելին Բոգջալյանը պատմատես 3-րդ դարի հայկական մետաղյա մոմակալի մասին վերսկզբում համարվելիս էլ իրանական, բայց հետազոտությունը պարզվալավեր Արևմտյան Հայաստանը է։ Մոմակալը վկայում է միջնադարյան հայերի ստեղծագործական ավանդի մասին, նշան ստալավեր նման գործերը սխալմամբ դասվալն որպես իսլամական արվեստ։ Բոգջալյանին ուսումնասիրություն տռալը անձնական կապ վեցնելով Ադանայի ու Կայսրի հայկական համայնքներին հետ ընդգծելով մոմակալի պատմական ու մշակութային արժեքը։ Թիֆլիսասուրբ Ստեփանոս կուսանածվանքը սարքված 18-րդ դարում Մելիք Աղաբեկ Բեհբուդյանցի նախաձեռնությունով դարեր շարունակ իրել է հայ միանձնուհիների հոգևոր կենտրոնը։ Խորհրդային բռնատիրության տարիներին վանքը կապվել այս հետագայում ենթարկվել վրացականացման, քանդվել հայկական խորանագմբեթի զարդաքանդակներն, ջինջվել արձանագրություններն, սոր կոչվում է Քվեմո Բեթխեհեմ, բայց յուրան ճարտարապետական դիմագծով շարունակում է լուր վկայել հայ մշակութային ներկայության ու հոգևոր ժառանգության մասին։ Սեպտեմբերի 26-ին Երևանը Latitude Art Space-ում պեցվելա շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բոխմանի ասում պիտի հեռանանք վավերագրական ինստալացիան նվիրված 2023-ի Արցախ հայերի բռնի տեղահանությանը։ Ցուցադրության մեջ ներկայացված են 120 արցախցի կնանոցը պատմություն է որպես հավաքական հիշողության վկայություն հայ ժողովրդի չմոռացվող ողբերգության մասին։ Թորքը նեաբանեն գուգարքա արտանունջում հայտնաբերալն Տայքա Կիրո Պաղատ Աշոտ Բագրատունու դամբարանը, գիտական աշխարհյան ներկայացումը որպես վրաց թագավոր, բայց պատմականորեն Աշոտն ու Տայքը հայկական են ելել։ Հեղինակը քննադատում է Հայաստանի եկեղեցու միջնադարյան մոտեցումը, վերինտերդան Տայքի գուգարքի քաղաքեդոնական հայերը հեռացվան ազգի գրկից ու վրացիացվալ։ Սորել Տայքը համարում է վրացական հայության ինքնաոչնչացման դերդան։ Մոնտեվիդեոյում նշվել է հայկական Audition Կոմիտաս ռադիո հաղորդման 90-ամյակը, 1935-ից տարածում է հայկական լեզուն ու մշակույթն է երաժշտությունը դառնալով Ուրուգվայ հայ համայնքի ինքնության կարևոր հարթակը։ Չնայած դիժերություններին հաղորդաշարը շարունակել է գործելու սոր հասանելի է նաև YouTube-ում։ Հոբելյանական երեկոն տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Սերվանտես թատրոնում։ Հայկական միասնություն համույթը հոկտեմբերի 4-ին 5-ին մասնակցել է Սիմֆերոպոլ քաղաքում կայացած պարերի գալակտիկա խորեոգրաֆիկ մրցաշարին։ Համույթի սաղ դուետներն ու սոլոները առաջին տեղն են զբաղեցրել, իսկ մշո աղջիկ պարը արժանացել է մրցաշարի Գրան-պրիի։ Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում վերաբացվել է Ուրարտույ արվեստի նվիրված ցուցադրությունը։ Քյոհնա մերձավոր արևելքի արվեստի սրահում ներկայացված են Էրեբունանա Թեշեբինիի ամրոցների բերված եզակի հուշարձաններն, վերադարձալ են գրեթե 2 տարվա ընդմիջմանը ետը։ Ցուցանմուշների ետ դառնալ է նախորդածայլեր գեղանկարչության ու մետաղապլաստիկայի ստեղծագործությունների լայնածավալ վերականգնումը, վերսկսված է Ուրարտույ թագավորությունը, հին Հայաստանի ժառանգությունը, Ուրաշտու, Հարմինուա, Արմինա ցուցահանդեսի ավարտից հետո։ Սիրելի հայրենակիցներ, սորվա հետ ես քանք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։